Ողջույն բոլորին, սա կոդքասթն է, մենք սկսում ենք մեր երկրորդ եթերաշրջանը։ Առաջին եթերաշրջանում մենք խոսեցինք IT-ից, բիզնեսից, համագործակցություններից եւ առաջնորդություններից։ Իսկ երկրորդում ուզում ենք խոսել ավելի պրակտիկ հմտություններից, որոնք ավելի առարկայական են բիզնեսի աճի համար։ Եվ բիզնեսի աճ ասելով, բնականաբար, երևի առաջին հերթին բոլորս հասկանում ենք վաճառքներ։ Դրա համար էլ այսօրվա իմ հյուրը Անուշն է Ապիկյան, ով ունի վաճառքների ոլորտում 15+ տարվա փորձ, աշխատել է շատ մեծ ընկերությունների հետ եւ այսօր կօգնի մեզ հասկանալ, թե վաճառքներն ինչպիսին են այսօր։ Բարև Անուշ ջան։ Ողջույն, Գեհում ջան։ Շատ ուրախ եմ, մերսի, որ հյուրընկալել ես կոդքասթին։ Այսօր մեր համար կարևոր է, որովհետեւ երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումն է ու գործնականը որոշեցինք սկսել վաճառքներից, որովհետև եթե չկան վաճառքներ, համենայն դեպս մեր ոլորտում, ուրեմն անիմաստ ենք հավաքվել իրար գլխի։ Միանգամից առաջին հարցը, որ կուզեի քեզ տալ, sense միանգամից քանի բռնել ենք հարցախեղ տանենք էլի։ Լավ։ Ինչ-ա փոխվել վաճառքներում, այն իմաստով, որ երբ որ մենք իրար հետ ակտիվ վաճառում էինք, LinkedIn, Outreach, նմանատիպ բաները աշխատում էին, ավանդական արդեն այն ժամանակ չէ, հիմա արդեն ավանդական գործիքներ կարելի է իրանց ասել։ Հիմա ինչն է աշխատում, ինչա փոխվել վաճառքներում վերջին ենթադրենք 2-3 տարում։ Կարամ ասեմ, որ մեծագույն փոփոխությունները իրականում սկսեց հետպատերազմյան, հետկովիդյան շրջաններում, հա, երբ որ տարբեր երկրներում սկսեցին այս պատերազմները, սկսեցին համաճարակները ու անցում կատարվեց միանգամից on-line։ Մի հատ բում առաջացավ շուկայում այդ ժամանակ պահանջարկ առաջարկի մասով ու դրանից հետո շուկայում սկսեցին հայտնվել լիքը on-line ծառայություններ մատուցող ընկերություններ, մեծացավ միանգամից առաջարկը կասած այդ առաջարկին համապատասխան պահանջարկը։ Ընկերությունները սկսեցին ստեղծել այսօր արդեն հայտնի արհեստական բանականությունով աշխատող գործիքակազմներ, որոնց նպատակն ու ուղղվածությունը եղավ փոխել ավանդական համարվող LinkedIn Outreach-ի, email մարքեթինգի ստրատեգիաները դեպի inbound lead generation։ Այս մասնագիտական տերմինաբանությունը կարծում եմ մեր լսարանին լրիվ հայտնի կլինի։ Եթե մենք առաջ կարայինք LinkedIn-ում գրենք օրական 30-40 նամակ, կարայինք գրենք էլեկտրոնային հաղորդակցությամբ 200-300 ու ամսական ասենք 5-ից 10% կոնվերսիա ունենք այդտեղից, ու այդ շատ լավ է։ Օգտագործում ենք 30-40 դոլարանոց գործիք եւ վաճառում ենք մի քանի $10,000 պրոդուկտ, իդեալական է։ Հիմա միայն այս մեխանիզմը չի աշխատում։ Հիմա լսարանը, գնորդը ավելի գրագետ է, ավելի խելացի է, ավելի պահանջող է, ավելի համեմատող է, որովհետեւ outsource ծառայություններ, պրոդուկտներ վաճառող ընկերությունների 90% անցավ on-line։ Սովորեցին on-line հարթակում վաճառքներ անել։ Քանի որ առաջարկանողները շատ են, հետեւաբար գնորդը համեմատելու մեծ տեղ ունի։ Այ հարց on-line հարթակում վաճառքներ անել ասելով ինչ նկատի ունես մեր լսանի համար, որովհետև հիմա բոլորը ամեն ինչին ասում են on-line հարթակ։ Շատ լավ։ Կախված ես ինչ ծառայություն եմ վաճառում, ես պետք է իմ լսարանին լինեմ նաև այնտեղ, որտեղ ինտերնետը միացված է ու իրանք օգտվում են որևէ հարթակից։ Դե երբ որ մենք մեծամասամբ խոսում ենք եվրոպական ու ամերիկյան շուկայի մասին, մենք խոսում ենք LinkedIn-ի մասին, email marketing, social media marketing, Google, YouTube։ Բայց օրինակ երբ որ խոսում ենք, ես փորձ եմ ունեցել կորեական, ինդոնեզիական մարքետ, ու երբ որ խորացել եմ հասկացել, ինձ թվում է Facebook-ում պետք է բացեմ հարթակները, իմացա այնտեղ կակաո թոք կա, որ լսարանը ավելի շատ օգտագործում է Facebook-ի փոխարեն կակաո թոք, ու տվյալ երկրների վրա վաճառելու համար ես եղել եմ կակաո թոքում։ Երբ որ ես անցել եմ MENA region երկրների, ասիական երկրների հետ աշխատելու, աֆրիկյան մայրցամաքի հետ աշխատելու, սովորաբար սկսել եմ կիրառել WhatsApp-ը։ Ստացվում է, ես պետք է առցանց ներկա լինեմ այն հարթակներում, այն մեդիայում, որը օգտագործում է ինձ հավանական գնորդը։ Դինն ես այնտեղ, որտեղ քո հաճախորդն է լինելու։ Այո, հավանական գնորդն է լինում։ Հիմա այսինքն էսենց բան անենք էլի, որպեսի լինի գործնական։ Փոքր sense խորհուրդներով գնանք առաջ։ Առաջինը, եթե բնականաբար շատ բանից կախված, ինչ ես վաճառում եւ այլն target-դ ով է բան, բայց մինչեւ այդ առաջին հերթին երևի պետք է հասկանաս որտեղ են իրանք։ Եթե on-line բանում ես վաճառում, մենք հիմա on-line-ից ենք խոսում։ Իդեալական։ Սկսենք, որ 3 բան կարանք վաճառենք։ Կարանք վաճառենք ծառայություն, կարանք վաճառենք մասնագետների ու մասնագիտական հմտությունները, մասնագետները, որ ասում են մարդը, սեղմ չէ, մասնագիտական հմտությունները, որը trafficking-ն է, էլի։ Այդ ամենից ցեղալի բանն է, մամաս գիտեր, ես trafficking-ի մասնագետ եմ ժամանակ։
Outstaff-ն է եւ SaaS product-ների վաճառքն է։ Այսինքն երեք կարաս դու պատրաստի product-ը, կա hardware, software, բայց կարաս պատրաստի product-ը, ես կարաս ծառայություն, կարաս մարդկային հմտություններ։ Ուրեմն կախված թե դու ինչ ես վաճառում, գնում ենք այսօր հա AI օգնում է մեզ հեշտացել է։ Մենք կարանք հեշտ հասկանանք, երբ ես Աֆրիկայում մայրցամաքի վրա եմ վաճառք ուզում անեմ, 99% իմ թիրախային լսանը օգտագործում է WhatsApp։ Երբ ես ուզում եմ Դուբայի վրա վաճառք անեմ, 90% օգտագործում է WhatsApp, գումարը այնտեղի վստահելի marketplace-ից software-ն է։ Ոչ թե ես գնում եմ G2U-ում ու Capterra-ում եմ բացում ինձ պրոֆիլներ, այլ ես գնում եմ բացում software-ում եւ հակառակը, եթե ես ուզում եմ եվրոպական մարքեթի վրա վաճառեմ, ես դիմում եմ Clutch, Upwork, Software, G2, նույնը US մարքեթ է։ Համար առաջինը ես պետք է հասկանամ իմ թիրախային շուկան որ մարքեթն է։ Բոլորին ամեն ինչ վաճառելու դարաշրջանը անցել է։ Երկրորդը ես պետք է հասկանամ որպես outsource ծառայություն մատուցող ընկերություն, որն է իմ ամենաուժեղ կողմը։ Առաջ դու կարող ես ասել ես outsource- եմ ցանկացած product-ի պատվեր տվեք, կանեմ, ուզում եք healthcare-ի software սարքեմ, ուզում եք սարքեմ ֆինանսաբանկային համակարգ։ Այսօր ավելի ընդունելի է ու ավելի Երբ որ կա ուղղվածություն։ ուղղվածություն։ Ես շատ լավ սարքում եմ մոբայլ հավելվածներ։ Ես շատ լավ սարքում եմ e-commerce-ի համար on-line shop-եր։ Կամ fintech-ի մեջ Ապրեք, ես գերազանց սարքում եմ payment լուծումներ, wallet-ներ fintech-ի համար։ Զգում եք հոսքի 90%-ը անգլերեն բառեր են, որտեղ միջազգային շուկայի վրա ենք վաճառքանում։ Այսինքն ես շատ կարևոր է որ հասկանամ իմ նեղ ուղղվածության ուժեղ կողմը։ Հետաքրքիր բան ասցիր Անուշ, ես այս թեմայով չէի պլանավորել խոսել, բայց միջազգային շուկայում կշարունակենք դեռ խոսել միջազգային շուկայից։ Մի հատ sense պաուզա անենք հայկական շուկայում վաճառքներ, հիմա խոսենք IT ընկերություններից ու հետո արդեն այլ ոլորտներ էլ, հա, ենթադրենք որովհետև հիմա այդքան էլ էական չի, դու IT-ում ես, հորեկայում ես, ծառայություն ես մատուցում, product ես վաճառում, քեզ պետք են վաճառքի կոնկրետ ստրատեգիա, մեխանիզմներ, գործիքներ։ Եթե դու ուզում ես նաև հայկական շուկայում վաճառես կամ պատկերացնենք IT ընկերությունից, որի համար առաջին թիրախը հայկական շուկան է, հետո նոր արտասահմանյան, միջազգային։ Ինչ գործիքներ կան ստեղ։ Մեր շուկայում դեռևս աշխատում են ավանդական վաճառքի մեխանիզմները, որովհետև մենք փոքր մարքետ ենք։ Մենք 3 միլիոնանոց բնակչության շուկայում ունենք ավելի քան 3000 գրանցված IT ընկերություն։ Այս նշանակում է ամեն IT ընկերությունը մոտապես դա Դե չէ, 3000-ից հանուն արտահայտության ահագին ընկերություններ մենակ միջազգայինի վրա են աշխատում։ Ես հասկանում եմ, բայց շատերը երկուսն էլ անում են, բայց եթե ինքն միջազգայինի վրա աշխատում է, ու ընկերոջ ընկերը գիտի, որ ինքը անում է web development, կտա իրեն այդ մի հատ հայկական պրոյեկտ կլինի։ Այսինքն այո, մեր շուկայում փոքր շուկաներում առհասարակ, լոկալ փոքր շուկաներում աշխատում է ծանոթ ունենալ, referral ունենալ կամ շատ մեծ ճանաչելիություն ունենալ, տարբերակը ուզենք, չուզենք, հատկապես երբ որ դու էլ, եթե ուզես գնաս վաճառքի մասնագետ կամ վաճառքի outsource ծառայություն, եթե մենք իրար հետ աշխատած չլինենք, եթե դու իմ արդյունքը տեսած չներգայր մասնագետի մոտ, ով որ ուզում է շուկայից բարձր թիվ, կվստահեր 0-ից։ Փոքր շուկաներում, այո, փոքր շուկաներում բարի համբավը եւ լավ նետվորքը իրենց ազդեցությունն ունենում է, սա կայացած մեխանիզմ է։ Որպեսզի սա ձևավորենք, միանում ենք բիզնես ակումբների, լինում ենք ակտիվ մեր լեզվով, մեր սոցիալական հարթակներում։ Ինչու՞ չէ, լինում են գրագետ հաղորդումների հյուր, մարդիկ տեսնում են ինչքան են գրագետ մտածում, ինչքան են խոսում եւ կառուցում ենք հիմա դրա դառն է կոնտենտ, որը որ մեր լսարանին տալիս է արժեք։ Անձնային բրենդ։ Անձնային բրենդ կլինի, ընկերության բրենդ կլինի, կարևոր է իմ լսարանին դա արժեք։ Ով եմ ես, ինչ խնդիր եմ կարողանում լուծել։ Ոչ թե ասեմ, գիտեք, վաճառքի համար պետք է թիրախավորել ճիշտ մարքետ, Աֆրիկան այսպես է աշխատում, Ամերիկան այս, երբ որ քո լսարանը, քեզ հետևողը, քո ծառայությունով հետաքրքրվողը տեսնում է, խոսքդ գրագետ է, վարքագիծդ տանում է գրագետ մասնագետ լինելուն, քեզ սկսում են վստահել։ Եվ այո, գործիքակազմերից LinkedIn-ը լոկալ շուկայում աշխատում է առայժմ լավ, հեռախոսային վաճառքները աշխատում են, բայց այս մեխանիզմները նպաստում են քո մասին իմանալուն։ Քեզ կվստահեն քո այդ գործարքը կգնան թե չէ, կախված է անցածդ ճանապարհից, network-իցդ։ Ես սենց կարամ այս ամեն ինչը սահմանեմ, որ ասցիր անցած ճանապարհից մենք 10 տարի այդ ճանապարհը անցնում ենք, ահագին պորտֆոլիո ունենք, մի քիչ մեր համար հեշտ է, բայց այն ընկերությունները, որոնք նոր են սկսում, ինչ լայֆ հակեր կա իրանց համար, եթե իրանք հələ չունեն այդ պորտֆոլիոն։ Ասենք շատ լավ ծառայություն են մատուցում, խելացի լավ թիմ ունեն 1-2 հետաքրքիր արած պրոյեկտ, բայց ընդամենը 1-2, ինչ որ
բաներ կան, մեխանիզմներ, որ իրանք կարան այդ վստահության բարիերը անցնեն։ Պետք է կրկնվեմ, կոնտենտը պետք է ցույց տա այն լուծումները, որ դու արել ես։ Եթե ես ուզում եմ առանց սոցիալական հարթակներում լինելու, առանց զանգեր անելու, առանց միջոցառումների ներկա լինելու, իմ մասին իմանալու ինձ վստահեն հնարավոր չի։ Ես պետք է սկսեմ կառուցել։ Կներես գիտեն հասել է այդ հանդիպման փուլը, բայց պորտֆոլիո թույլ է։ Պատես վաճառքանում։ Պատես վաճառքանում։ Այսինքն, ստեղ դու վաճառքի մասնագետ ես, այդ է էլի։ Մեծամտություն չեմ ուզում հնչի, բայց ես Expo-ից մեկի ժամանակ մոտեցա Meta-ի տաղավարին, 3 ժամ կանգնել եմ, սպասել եմ, մինչև Meta-ի մարքեթինգի տնօրենը եկել եմ իմ հետ հանդիպման, շատ սենց բարձր դիրքից ոճով, երբ որ ես հակիրճ ներկայացրեցի ինչ են կանում, ասաց, իսկ դուք գիտեք Meta-ին զարմացնել է պետք։ Դուք հասկանում եք Meta-ի հետ աշխատելը նշանակում է Meta-ին զարմացնել։ Ես չասի ով եմ, ինչ վաճառքի փորձ ունեմ, եւ ես ինձ շատ հմուտ ասի ես մաքսիմալը կանեմ, որ գերազանցեմ ձեր ակնկալիքները, սպասելիքները։ Խնդրում եմ, եկեք մեր հետ մենակ քոլին։ Քոլի վերջում ինքը մեր ընկերության CEO-ին ում անունից որ ես բանակցում եմ, որ ընկերության, գիտեք ինչ նամակեր երկար գրե, ու գրել էր, որ ես իրանց մոտից դուրս գամ, ինքը պատրաստ է հետհանթանի ինձ 3 անգամ ավել աշխատավարձը։ Վաճառքի մասնագետի հմտությունը շատ անիրական, անհնարին թվացող գործարքները, անհասանելի թվացող ընկերությունները քոնն են, եթե դու ունես գրագետ վաճառքի մասնագետ։ Մեր լոկալ շուկան անհնարիներից չէ։ Մեր լոկալ շուկայում կարելի է ստեղծել բարի դրացական հարաբերություններ։ Բնականաբար լավ վաճառքի մասնագետը պետք է աշխատի եւ պարտավոր է աշխատի բարի համբավ ունեցող եւ գրագետ աշխատանք ունեցող ընկերության հետ, թե չէ համ քո վաստակը կընկնի որպես մասնագետ ու անունդ, համ կարճ կտևեն։ Ուղղակի դրանք կլինեն մեկ անգամյա վաճառքներ։ Եթե լավ ընկերություն է, եթե իսկապես գրագետ գործանող ընկերություն է, վաճառքի մասնագետի համար խնդիր պետք է չլինի։ Իսկ ես ոնց փակեցինք բանի դիլը։ Պետք է խնդիր չլինի։ Դե չեմ ասում որ ինքից։ Պետք է խնդիր չլինի, որտեվ ես նա հիշում եմ, ասած վստահեք, որ մեր կոնտրակտում գրած 3 տարի էլ մենք այդ որակավորման մասնագետ կունենանք, Flutter developer, եթե չեմ սխալվում։ Ես խոստացա, որ մենք պարտավորվում ենք առանց անունը նշելու 3 տարի պահել այս որակը։ Այդ դիլը փակվել էր այնց պայմաններով, որ ես ուզում էի հասկանայի ինչ է, ես չէի եղել այդ միտին։ Ուզում էի հասկանալ ինչ է խոստացել, որ տակից չեմ կարողանալու դուրս գամ։ Որ թիվը տվել։ Չէ, ընդհանրապես իրանք շատ են միջև այդ ես թույլ կետը գտել էի հաճախորդի։ Հաճախորդը միջև այդ բոլոր ընկերությունների հետ որ բանակցել է, դե խոսելուց էի արդեն հասկացել։ Բոլորի դեպքում ինչ մասնագետի հետ խոսել են, մի ամիս հետո փոխվել էր, 2 ամիս հետո փոխվել էր եւ արդեն վստահություն չկար։ Ստաբիլություն էր ուզում եւ ուզում էր վստահ լինել, որ երկարաժամկետ տևող պրոյեկտի մեջ ինքը ունենալու է միշտ լավ մասնագետ, ոչ թե ընկերությունը ասենց րոպե 1-1-ին բերելու է իր կիսատ թողած գործը շարունակել։ Պրովոկացիոն հարց TCO-ի դրա բան ուժեղ ու թույլ կողմերը կասես շուկայում, որպես այսքան տարի այդ շուկայում եղած TCO-ում էլ մեր այդ ճանապարհ անցած մարդ։ Երբ որ ես գալիս էի ընկերություն, դե ես հետհանթով եկա TCO։ Երբ որ ես գալիս էի ընկերություն, առաջի հարցը, որը որ տվեցի HR-ին, ասի, խնդրում եմ ինձ կասեք, ինչ պորտֆոլիո ունի ընկերությունը։ Ինչ աշխատանք է արել, որտեվ ես որպես վաճառքի մասնագետ պետք է վստահ լինեմ, որ ես որակյալ ծառայություն միանշանակ որակյալ ծառայություն մատուցող ես կսկսնակ չեմ եկե պարապեմ, փորձեմ, ես պետք է նենց ընկերության ծառայություն, ես կարողանում եմ վաճառք անել, նենց ընկերության ծառայություն պետք է վաճառք անեմ, որ հետո պատվով դուրս գամ ու ասեն լավ է արել, որ համագործակցություն ստեղծել է։ Ձեր ամենաուժեղ կողմը բացեցի պորտֆոլիոն, 50 եմ տեսնում պորտֆոլիոյում։ Ոչ մենակ լոկալ շուկայի գիգանտ ընկերություն, ես տեսնում դրսի գիգանտ ընկերություններ, որոնց պրոդուկտների վրա ձեր դիվելոպերները աշխատել են, աշխատել է, հետևաբար երկու բան է ինձ տալիս, եւ որ ձեզ վստահում են մեծ ընկերությունը, եւ որ դուք թիմ եք բերել պրոֆեսիոնալներ, ովքեր լավ ճանապարհ ունեն անցած։ Այս իմ երկու կարևոր բաններ, որ ինձ նախ վաճառեց TCO-ին, ես դրա համար եկա TCO, ես ընտրություն ունեի անելու, ես շատ շնորհակալ եմ, որ ես նաեւ ընտրվածն էի TCO-ի կողմից։ Ես ընտրություն ունեի, ես ընտրվածն էի, ես եկա TCO-ը վստահեցի ընկերության պորտֆոլիոյին։ Երկրորդը, երբ ես եկա թիմ ու տեսա ինչ հավես լավ մտնոլորտ է թիմում, ես տեսա ինչ ձև են մարդիկ աշխատում, ոնց են մեկը մյուսին օգնում ավելի խորը մասնագիտացված դառնալու ու հասկացա թե ինչից է գալու դուք ձեր փորձով եք իսվում կրթում են կադրերին ովքեր ձեզ մոտ աշխատում են տեսա երկրորդ բանը թիմի պրոֆեսիոնալիզմ ու այդ գալիս է նաև ձեր դրած մեխանիզմից իսկ վատ բան թույլ կողմերից այդ էգո շոյետ շատ մերսի իսկ թույլ կողմերը
Շատ եք լոկալ շուկայի վրա կենտրոնացել։ Շատ եք լոկալ շուկայի վրա։ Դուք անգամ 5 կարական եք Քեզ պատմել եմ, մնացածին էլ պատմեմ։ Հա, լոկալ շուկան մենք ինչի համար սկսեցինք իրականում այն մտքով, որ դրսի շուկայում, երբ որ դու հավակնում ես ինչ որ պրոյեկտների, product-ների development անելու, լինում են դեպքեր, երբ որ մարդկանց հետաքրքիր է, իսկ դու ինչ ես քեզնից ներկայացնում լոկալ շուկայում։ Այն ժամանակ հիմա քեզնից կուզեմ իմանամ, հիմա դա նայվում է, դրսի նայում են էթներ ուղղվածությամբ ինչ ես արել։ Էթներ ուղղվածությամբ ինչ ես արել։ Ուզում ես Հնդկաստանում արած եղել, ուզում ես Հայաստանում, ուզում ես Ամերիկայում։ Կարողացել ես բանկերի համար 10 հատ mobile application սարքես, որը լուծում է հենց բանկերի նեղ խնդիրը, իդեալական արի հետդ աշխատենք։ Okay. Ընկերությունները, որոնք որ outsource են անում ու վաճառքները դժվարանում է, հիմնական բանը, որ անում են, միտքը, որ առաջանում է, product ստեղծելն։ Ես որպես առանձին մասնագետ product manager շատ եմ տեսնում հիմա հայկական շուկայում էլ հետաքրքիր product-ներ, որոնք փորձում են ստեղծել ընկերությունները ու այդ ընկերությունները, որոնք այդ product-ները ստեղծել են, հիմքը համենայն դեպս այն շատ դեպքերում այն outsourcing-ային մեր գոլեգա ընկերություններն են, որոնք որ ժամանակին զբաղվել են մենակ outsource-ով։ Հիմա ինչ product ստեղծել, ոնց գնալ, ասենք ես ունեմ թիմ, ենթադրենք, ունեմ արած գործեր, ունեմ հաջողված պատմություններ, այլ մարդկանց այլ ընկերությունների համար ստեղծած product-ներ, եւ ուզում եմ ստեղծել իմ համար product, այդ կա, մենակ ուզում եմ, ունեմ թիմ, ուրիշ ոչ մի բան։ Բայց հենց չգիտեմ ինչ product ստեղծեմ։ Ինչ product ստեղծեմ, ոնց պիտի այդ product-ը վաճառեմ, ոնց ի սկզբանե ստեղծեմ product, այսինքն ճիշտ է գաղափարի մեջ է շատ բան թաքնված, բայց կան չէ ինչ-որ մեխանիզմներ, որոնցով կարելի է հասկանալ ի սկզբանե վաճառվողը այդ product-ը թե ոչ։ Նախ սկսեմ նրանից, որ երբ որ ես ասում եմ այսօր content-ի դարն է ու content-ով դու կարողանում ես inbound շատ հետաքրքրված լիդեր բերես, ընկերությունից մեկը, որտեղ որ ես AI Growth Director եմ վաճառքի տնան, ինչ է անում, անում է ստեղծում է content, որով որ բերում է inbound leader LLM-ից, ինչի եմ այսքան հեռվից գալի։ Ուրեմն, երբ որ մեր մոտ գալիս են outsource ընկերություններ, ասում են մենք twin portfolio ունենք, այսքան բան ենք սարքել, մենք ձեր սերվիսը եկեք մատուցենք որպես product։ Օրինակ, դուք ասում եք, մենք վճարային համակարգեր ենք ստեղծել բանկերի համար, իրանց ամբողջ content-ը տանում ենք, ինչպիսին պիտի բանկերի վճարային համակարգերը, ինչ լուծու, այսինքն նույնիսկ առանց product ստեղծելու, քո outsource ծառայությունը կարող ես գրագետ content-ով ներկայացնես որպես լուծում։ Ու այդ դեպքում այն մարդը, որ կարդում է այդ article-ը, տեսնում է այդ նորությունը եւ ինքը ոնց անել, որ քո բանկային բանը վճարումները անցնեն SEPA ինստիտուտով sense-ից։ Այն լուծումները, որ դու իսկ դու մեծ պորտֆոլիո ունես, դու մեծ փորձարարություն ունես, սարքի քո արած ծառայությունները product, լուծում որպես ներկայացրու։ Եվ յուրաքանչյուրի համար իհարկե custom կփոփոխես։ Մեկը ինչ ով էլ որ product սարքել է ունի հիմք։ Դու այդ հիմքի վրա կփոփոխես custom։ Այսինքն սա ամենաառաջին լուծումն է, որ ես բոլոր outsource-ներին առաջարկում եմ, միջև մի հատ twin product ստեղծելը։ Երկրորդը, որ հիմա գեր պահանջված է, ես նկատում եմ, մենք առաջինն ենք 1 տարի առաջ իմ գործընկերներից մեկի հետ, որ շուկայում ներմուծություն 3 տարի առաջ սկսեց գեոօպտիմիզացիան, 1 տարի առաջ product անեցինք, որը օգնում է SEO-ն անել, բայց LLM-ում։ Իսկն product, հա, գեոօպտիմիզացիան ինքը օգնում է SEO-ն անել LLM-ում։ Այդ product-ը 3.5 տարի առաջ գենիալի տնօրենը մտածեց, ինքը ֆանտաստիկ մի հատ է, այդ ընկերության տնօրենը էստոնացի, ահա որ խելացի ուղղակի, ու ծրագրավորող եղել, որ աշխատել է ChatGPT ու լոգիկայի վրա հələ, ու ասած մի հատ ֆանտաստիկ խելացի երիտասարդ ուղղակի, բան ստեղծել է 15 տարբեր AI-ի վրա product-ներ, ընկերություններ, բոլորը successful են, 3-ը unicorn են մտել, որ պատկերացնես։ Երբ որ ես սկսեցի իր այդ աշխատելու նայեցի ոնց է ինքը product-ներ ստեղծում, խոսքացա, որ ես ինչքան բան չգիտեի։ Որտես ինքը ոնց է product-ներ ստեղծում, ես հասկացա ինչքան բան ես չգիտեի։ Ուրեմն մեծամասամբ բնականաբար հիմա AI-ի հիման վրա product-ներ են եւ այն product-ները, որոնք օգնում են գեո անել։ Այն product-ները, որոնք մաքսիմալ օգնում են humanized organic content անել ու այդ content-ով տարբերվել առաջ գնալ մյուսներից։
մի միլիոն հատ հիմա կասես կա content generate հանող գործիք, որը ուզում ես prompt-երը դիր, հաջորդ գործիքով կարամ հասկանամ ինչքան նա human-ար է, ինչքան մարդ է։ 1 տարի առաջ երբ որ մենք սկսեցինք այս product-ը տարբեր expo-ներին վաճառել, ուրեմն չես պատկերացնի, առանց ստենդ գնում ենք էքսպո, 10-11 ուսանողայի հետ ստանում։ Ինչու՞ն էր product, այսինքն ինքը օգնում է գեոօպտիմիզացիա, չէ։ Նախ humanized է, 10% մարդն է վրա աշխատում, երկրորդ ինքը deep analytic-ա էր տալիս, կարում էին track անել, տեսնել, ոչ մենակ Google-ից keyword-երը, նախադասությունը եւ այլն, այլև product-ը քեզ տալիս է մոդելը կիրառելով, քեզ տալիս է, թե մարդիկ ինչ prompt-եր են տալիս, կարողանում է համեմատի դու vs քո competitor-ը ինչքան տրաֆիկ ունեցել է, այո, քեզ նաև ասում եմ, քո competitor-ի, օրինակ Reddit-ի comment-ն է կարդացել ChatGPT-ին, դրա համար է competitor-ից suggest արել։ Ամենակարևոր բանը է, ապրես, քո competitor-ի Quora-ի comment-ն է կարդացել։ Քո competitor-ի այսինչ topic-ով article-ն է կարդացել։ Մեզ շատ են կարդացել։ ասում, sense բառացիորեն այսօր միտինգի ժամանակ տենց հարց էր հնչում, իսկ մեր պրոյեկտը պատրաստ կլինի, geo-optimized կլինի, թե չէ։ Ես իմ պատասխանը չգիտեմ ճիշտ է թե չէ, որպես վաճառքի մասնագետ դուք ասես, տեխնիկապես սենց է, որ մենք այնտեղ կան հաճախ դրվոր հարցերի, չէ, single page-երը պետք է կառուցված լինեն կոնկրետ սենց։ Այդ մեր մասով մենք ապահովում ենք, տեխնիկական մասով, ինքը վրա պետք է ճիշտ content դնի, ինքը վրա ճիշտ content-ից պետք է մասնագետ աշխատի, միանշանակ, այսինքն պետք է ստեղ կոմենտներ դնի, այդ ChatGPT-ին կամ Gemini-ը մի տեղով չի նայում։ Google չի, որ հարցնեն, ասենք, տենց դեպքեր ա եղել, որ եկել են հանդիպան, հարցել են որտեղից եք իմացել TCO-ի մասին, ասեն ChatGPT-ին եմ հարցրել, ու ես գնացել եմ կոնկրետ, ասել եմ կներես, բայց մի հատ ցույց տուր, որ հարցում եք երևացել, հա։ Ասենք հարցրել է Mobile Application Development Company Հայաստանում։ Ես գնացել եմ դրա հետքերով։ Ոնց անեմ, որ միշտ ասենք բերել է ցանկ 5 ընկերություն 5-ից մեկը TCO-ն ոնց անեմ որ միշտ լինեմ այդտեղ առաջինը լինեմ բայց այդ տարբերություն կա mention թե citation անի քեզ ChatGPT-ին պրոստա անունը տա թե ChatGPT-ին տա լինկը տո ասի նաև այս ընկերության մասին այսքան դրական օձիվներ գտել եմ ես ինչտեղ այս ընկերությանը վստահում են բացի Հայաստանից այսքան ընկերություններ դու կարող ես հիմա գործիքակազմով մենք դա կարողանում ենք անել ու դրա լավը միջի հիմա այնա որ բան չի Ժորժ ջան փողով չի։ Անվճարը, այո, անվճարը։ Չէ, անվճարը չէ, բացի անվճարից։ Չես կարա փող տաս ինքը դա անի։ Դու պետք է գտնես մեխանիզմը, ոնց անես, որ ինքը իրան ոչ թե խափես։ Նկատի ունեմ ոնց էր ինֆորմացիան սկսի կարդալ։ Դու տալիս ես այն վերևը կա, չէ, վերջի 3 հատը բանա, ռեկլամա, որ քո լինկը լինի սկզբում, իսկ դու չես կարող վճարել են գովազդանել։ Դե հիմնականում հայերով մարդիկ հիմնականում նմանատիպ բաների համար օգտվում են Gemini, չէ, կամ Google-ով են։ Այո, ChatGPT միաբանին դեռևս հնարավոր չի, բացի այդ ինչքան է նույնիսկ եթե գովազդ լինի, որտեվ ChatGPT-ի տնօրենը OpenAI տնօրենը հայտարարել է, որ 2026-ի վերջում կարող են լինել գովազդներ, բայց այս գովազդները չեն աշխատելու SEO-ով, այսինքն դուք չեք կարող keyword-ի համար վճարեք ու հայտնվեք այս գովազդում։ Մենք նայելու ենք նախկինում դուք ինչ ճանապարհ եք անցել, որ source-երում եք եղել, որ մենք վստահում ենք, այսինքն ովքեր որ ուզեն այդ ժամանակ փող տան ու գովազդ անեն, պետք է դրանից առաջ, այո, քանի ամիս ստացվում է պարտադրում են, պարտավորես, քո բիզնեսը սարքես գեո optimized LLM optimized։ Դրա համար լիքը կանոններ կան, կարծում եմ այդ թեմային հենց դեռ կանադառնանք, լիքը կետեր կա որ կարելի է պահպանել եւ հնարավոր է անել անվճար օրգանիկ growth։ Այսօր ես էլ դու էլ հոգնել ենք, երբ որ մեզ LinkedIn-ով նույն ChatGPT-ի գրած hop this message finds you well նամակով 66 հատ նամակ են գրում, այնքան են follow-up անում, որ մենք իրանց սկեմեր ենք ընկալում։ Մեր մեյլերը բոլորս էլ նենց ենք դրել արդեն կոնֆիգուրացիաները, որ մեզ դրսից նամակներ չգան։ Կամ լծվի ինչ որ միտեղ, որը երբեք չենք բացի։ Այո, սրանք այս ամեն ինչը բոլորս կարգավորել ենք, այսինքն պաշտպանված է այսօր լսարանը այն նամակներից, որ ինքը չի ուզում ստանա։ Եվ այսօր կաշխատի մենակ այն դեպքում, եթե դու inbound ճիշտ lead generation անես, եթե դու կարողանաս ու այս դեպքում շատ քիչ տոկոս էլ կմնա outbound-ը, որ սենց իրար հետ բան լինի, համակցված դառնա հիանալի պատկեր։ Այո, պետք է ու այս պրոդուկտները ամենապահանջվածն են։ Ինչքան կարողանանք այդտեղ նեղ լուծումներ տան, այնքան լավ։ Դեռևս քանի որ իր պահանջարկը խիստ մեծ է,
շատ մեծ, ասում եմ, հերթով 10-11 ուսանողով գնում ենք կոնֆերանսի, առանց ստենդ ենք նույնիսկ գնացել, մոտ 30 արդեն կոնֆերանս են գնացել ընկերության համար, ամեն մեկը ասած միտինգ հոլերի դեմը, մեր սեղանների դեմը, այսպես հերթ էին կանգնում, որ մեր հետ խոսային։ Մեծ առավելություն ունենք, որ ընկերության տնօրենը այդ ֆանտաստիկ խելացի մարդիկ են, ամուսիններ են, իրանք են, ովքեր որ ասում եմ, իրանք ծրագրավորող են ու իրանց անունը արդեն լիքը բան ասում են, որ ուզում են ընկերության հետ աշխատել, բայց նաև ունենք հրաշալի պատրաստված թիմ ու ահա որ պահանջարկով է product-ը։ Եթե ես նույնիսկ email marketing անեմ այս product-ին, ես հիմա վաճառք կանեմ, այստեղ հարցն է ինչքան շատ կանեմ հիմա ու ինչ չեկերով։ Հաջորդ պահանջարկը ավելանալու է, երբ որ այս պահանջարկը բավարարվի։ Ստեղծվեն LLM 30 հատ product, 40 product, որը լավ deep report անում եւ այլն, այ կարծում եմ հաջորդը լինելու է, ով ավելի շատ ChatGPT-ի մասով կարա անի, ով ավելի շատ Gemini-ի մասով կարա անի։ Հետաքրքիր բան ասեցի, այդտեղ կուզեմ մի հատ հարց տամ, եթե ինչ որ product են ուզում սկսեն։ Ու հետո պարզվում է, որ կա տենց բան, կա տենց product։ Ավելի լավ։ Հենց այդ էի ասում, հետ կանգնեն, չկանգնեն, եթե չկանգնեն, ինչ մոտիվացիա պետք է ունենան ու ինչն է դրա լավ, որ կա տենց product արդեն։ Ես ինքն շատ եմ սիրում մրցակիցներին ուսումնասիրել ու անել համարյա թե նույն բան։ Ուրեմն այս վերջերս էլի ոդկասթի հյուրեի մի հատ ոչ ստանդարտ վաճառքի մեխանիզմ ասեցի Instagram-ում ստակը տենց կոմենտները գնաց ազգի սպարապ մասայի։ Հիմա էլի է ոչ ստանդարտ վաճառքի մեխանիզմ կասեմ եւ վստահ եմ որ այս ռիլը որ գնան նույն կինոն սկսվելու է մեկնաբանություններում հիմա ասեմ ինչ եմ արել։ Երբ որ տենց իրավիճակներում շատ էին հայտնում ու հայտնվել եմ ընկերություններում, ովքեր ինձ հետ հանդեն արել, կանչել են կամ ընդունել են աշխատանքի, ասել են, ասենց խնդիր ունենք։ Մենք ենթադրենք TCO-ն ենք, օրինակ եմ բերում, ես ենթադրենք TCO-ն եմ, սարքել եմ այս product-ը, իմ մրցակիցը ունի համանման product ավելի սարքել է, մի հատ հասկանանք ոնց պետք է անել, ես ընդունվել եմ մրցակցի ընկերություն գործի։ Ընդունվել եմ մրցակցի ընկերություն գործի։ Նայել եմ CRM-ի լիդերը, լսել եմ ձայնագրություններ, ընդունվել եմ որպես սովոր, չեմ ասես Անուշ Շապիկյանն եմ վաճառքի էքսպերտն եմ։ Նենց մի հատ առաջարկ եմ գրել, որ ինձ գործի ընդունեն, որ իրանք ինձ ուզեն ընդունել, չիմանան ես ով եմ, ինչ եմ, որպես ներքին գործերի նախարարության աշխատակից ընդունվել եմ մրցակից ընկերություն գործի։ Գործակալ էլի։ Հապրես։ Այսօր շատ բան բառ է էլի, շատ տարածված, դրա համար մարդիկ սա գիտեն գործակալ։ Ուրեմն արդարության համար ասեմ, ոչ թե ինձ արդարացնելու, ես հիմնականում հայկական ընկերությունների հետ որ աշխատել եմ, տես դրսի ընկերություններ մտել եմ, ինֆորմացիան վերցել եմ, վերել տվել եմ մերոնց։ Եվ հասկացել եմ CRM-ում ովքեր կան, եւ հասկացել եմ վաճառքի որ փուլում են, ոնց են իրանք հաճախորդը ինչից է գոհանում, ներքին է, ներսից եմ ամեն ինչ հասկացել։ Եվ վերադարձել եմ, թե ինչ պետք է լինի նոր product-ի ավելի ուժեղ կողմերը, ոնց պետք է լինի ինչ անենք, որ թիրախավորենք։ Այո, ոչ մեկ չի կարող ասել որ կան դեպքեր, երբ որ դու ուտեղից նաև հսկայական բազաներ ստանալու մեխանիզմներ ես կիրառում։ Ես լիքը ընկերություն եմ աշխատել եւ հասկացել եմ ով որ գործիքներն է իրար հետ սինխրոնիզացիա անում, տենց եմ ես երևի ավելի լավ սկսել տիրապետել։ Որ գործիքներն են իրար հետ սինխրոնիզացիա անում, որ մարքեթի վրա ինչ մեխանիզմ է մտածել, լիքը բան է սովորում ու ընդունված պրակտիկա է։ Ընկերությունը պետք է նենց անի, որ դրա դեմ առնեն, չէ, խելացի, փորձով, քթիցակով, համարցակ վաճառքի մասնագետները դա անում են։ Կամ խոսում են դրա մասին, կամ չէ, բայց արվում է։ Դե, տես, այդ վատ կոմենտ գրողների ես կարամ որպես պրոդուկտային մարդ ասեմ, թե ինչի չարժի դրան վատ վերաբերվել, որովհետև պրոդուկտ մենեջերները կամ CPO-ները ինչ են անում, նայում են բաց եւ փակ աղբյուրներից, գտնում են կամ լավ, ոչ բաց որ դու քո փորձի հիման վրա քեզ ընդունել են ինչ-որ ընկերություն որպես պրոդուկտի ղեկավար։ Այդ ընկերությունը ունի մրցակիցներ, դու էլ ունես փորձ։ Պետք է մտնես այդ մրցակիցների product, հասկանաս իրանց ուժեղ կողմերը ու քո մոտ բերես ներդնես տենց բաներ, որոնք իրանք արել են, ստացվել է ուժեղ է։ Հիմա դա անարդար մրցակցություն է, թե չէ։ Այսինքն ճարտարապետը երբ որ տեսնում է մի հատ հետաքրքիր լուծում, ու այդ լուծումը օգտագործում է իր մյուս կառույցի մեջ, այդտեղ անարդար բան կարծիքով չկա։ Մի հատ լավ քեզ տեղ պատմում եմ, շատ այս քեզը շատ սիրում եմ, ուրեմն էքսպոյի են գնում, կոնֆերանսի են գնում, դա շատ ուժեղ մրցակից են տեղ ունենք, միլիարդներով ավել մրցակից, մենք դեռ նոր մտնում ենք շուկա մեր պլատֆորմով, ունենք մենք 20 քառակուսի տաղավար, իրանք ունեն էքսպոյի կեսը տաղավար, ֆանտաստիկ հայտնի, բոլոր լիդերը գնում են իրանց տաղավարի մոտ, ուրեմն
իրանք արդեն ուսումնասիրել են այլ նախորդ էքսպոներին ինչ են անում եւ այլն Ուրեմն էքսպոյի կեսից բառնի ստոյկա են բերում իրանց մոտ ու շատ լիքը մարդիկ գալիս են այդտեղ նստում մոդելը տենց է, այլ այսինքն ընդունված է ինքը նստում են խմում են եւ այլն ու ահա որ մեծ աժոտաժա միշտ իրանց էքսպոյին լինում pages դնում եմ գրպանս գնում եմ իրանց տաղավար որպես իրանց վաճառքի մասնագետ մոտեցած լիդերի հետ սկսում եմ շփվել երրորդի հետ խոսալուց ընկերության տնօրենը ինձ պատահական տեսնում է ասում ինչ ես անում ով եք դուք pages դրել եմ չգիտի ասում եմ հեչ, ձեր լիդերի հետ եմ խոսում, ու թարսի պես խոսում եմ իր այն լիդի հետ, որ իրան ինքը դրանից է կանգնում, տեսնում եմ իր ծանոթ մարդու հետ խոսում է անծանոթ մարդ։ Դա չենք չէր հասկանա, կմտածեր տաղավարում երկու ուրիշ մարդիկ են, դրա վրա բռնվում եմ։ Ասում եմ ինչ ես անում, ասի հեչ լիդիդ եմ գողանում։ Ասած ոնց իմ տաղավարում, իմ աչքի առաջ։ Իսկ ասի հա, այս արդյոք Սա թեկվեց էջորն ասեց կարաս հետ հանդան։ Սա աղջիկը ինձ սպասում է ինձ կսպաներ։ Ասեց կարաս, ասեց քո համար սակությունն եմ ուզում դու հասկանում ես որ ընկերության հետ ես տենց խաղեր տալիս։ Ասի հա, ասես տաղավարի մոտ չերևաս, ասի մի հատ բան ուզում եք ձեզ պատասխանը։ Ասի ես էլ չերևա, բա ես ամեն էքսպոն եմ 10-ից 12 ուսանող ու իրանք փոփոխվող են, դուք չեք կարա իմ դեմնան։ Ասեց ուրեմն մնում եք ես սպանեմ ցուցաղել։ Անտոնելի է, եթե դու կարողանում ես ու երկու հատ լիդ տարամ էր մյուս տաղավարի այդ ընթացքում եւ արդեն ինձ թվում է էքսպոներին ինձ արդեն գիտեն ես լիդեր գողանալու ֆանտաստիկ մասնագետ եմ ու լավ է էքսպոին գնացե հայտնի բան հայտնի ոլորտի էլի ու ես էլ պրոդուկտի ղեկավարն եմ այդ բանի այդ կամպանիայի այդտեղ մենք իրար հանդիպեցինք եթե կհիշես Լոնդոնում վերջը հիմա խոսակցություն է այդում գնալուց առաջ պրոդուկտի մասով այսինքն ամբողջական ներկայացնել չներկայացնել որովհետև կա ոլորտում կոնկրետ այդ ոլորտում կա տենց ստերեոտիպ որ պրոդուկտը չենք ցույց տալիս որովհետև շատ հնարավոր է որ ուղղակի այլ ընկերություններից գայս են նայում են մենք ինչ ունենք ես ասացի որ չէ իմ որոշումն է որ մենք ներկայացնում ենք պրոդուկտը հարցը հնչեց ինչի ասի բա ինչի համար ենք մի տարի աշխատել ենք որովհետև տեսնողը կարա հետո դուրս գա հետդ քոլի կարա քոպես գնա մի հատ ընկերություն այդ ընկերության որպես աշխատակից քո պրոդուկտը օգտագործելու քո պրոդուկտը վերցնելու նպատակով դուրս գա քոլի պալյուբոմ դու եթե ինքը շատ ուզի դու պատմելու ես իրան դեմո ես անելու ավելի լավ է եկեք սաղին ցույց տանք եթե մենք վստահ ենք որ մենք լավն ենք մենք առաջ ենք մեկը մենք մեր լիդերին չենք կորցնելու դա տրամաբանությունն է եթե դու ոչ մի բան չունես, առավելություն չունես, վախենում ես ցույց տաս վատ բան, դրա համար ցույց։ Ես օրինակ տենց կնայեմ։ Այսօրվա դարաշրջանում տեղեկատվությունը պահելը շատ դժվար է։ Այսօր լավ կոնֆիդենցիալ բան, ես վերջերս միտք լսեցի, որ ինչ է նշանակում կոնֆիդենցիալ ինֆորմացիա։ Ասենք ինֆորմացիան այն ժամանակ ով ինֆորմացիա ուներ հարուստ էր, հիմա ով ինֆորմացիա ունի, կարողանում է վերլուծի, դրանով է հարուստ։ Եթե քո ինֆորմացիան այնպիսին է, որ կարողանալու են վերլուծել, եթե խելացի վերլուծող է հայտնվելու, ոչինչ անել դրա դեմ չես կարող։ Եթե կրեատիվ վաճառքի, մարքեթինգի մասնագետ է հայտնվելու, գրագետ, պրոդուկտ մենեջեր, դու կամ պետք է ամենաուժեղներին թիմդ բերես, կամ թիմիդ անverջ վերապատրաստես, ոչ թե ես տարեկան մի քանի միլիոն դրամ ծախսում եմ իմ վերապատրաստումների վրա, որ օրը ֆանտաստիկը չեմ, ամենալավը չեմ, փորձում եմ մաքսիմալ մնամ տրենդների մեջ, պահանջարկի մեջ, ժամանակին համընթաց ու սարսափելի աշխատանք է իմ եսի, իմ ուղեղի, իմ ռեսուրսների վրա։ Եթե այն ընկերությունները, ովքեր որ վերցնում են key decision maker-ներ, վերցնում են ուժեղ կերպարներ եւ ընկերությունը եւ այդ կերպարը անընդմեջ պետք է իրենց վրա աշխատեն այսօր այդ դարաշրջանն է որովհետեւ վաղը կստեղծվի մի հատ AI գործիք որը որ կկարողանա նենց հմտությամբ ինֆորմացիա վերցնել որ չես էլ կարող սարսափելի բան եմ պատմում Վանկուվերից եկել եմ սարսափահար այդ մի հատ տաղավարի մոտով անցնում էի սարքել էին գործիք ասաց ուզում եք ասեմ վերջի 15 րոպեն ինչի մասին եք խոսացել Ամեն ինչ, այսինքն երևի այս դարաշրջանում պետք չի զարմանալ, ասես ուրեմն իր գործիքը կարողանում է հասկանալ մոտակա 3-4 կիլոմետր շարավով, մենք խնդրում եմ լսի ինչ եմ ասում։ Ինչ թեմաների մասին են խոսում, մոտավորապես ինչ տարիքի, ինչ սեռի մարդիկ։ Ծախենք մեր ԱԱԾ-ի վրա։ Ասենք, հիշացել էի։
Ես որ գիտեի թե գիտեմ ամեն ինչ, որ ասում ենք, չէ, ինչի մասին խոսում ենք գովազդագալի եւ այլն, բայց դու ռեալ տեսնում ես ու ինքը կարողացավ ասած, որ բացի այդ ոչ մենակ կարող է դու ինչքան մոտեկանում ես իրան, ինքը ասում է ավելի հավանական է, որ այս թեմայով խոսացողն է քեզ մոտենում ու մոտավորապես ինքը կարողացավ 10-ից 3-4-ը, բայց դա ֆանտաստիկ բան է ասել, ես նախորդը որ տաղավարներն եմ հենց մոտեցել։ Հա, չէ, թույն։ Այդ այսինքն եթե հիմա ինքը 3-4-ն է ասում ու իր տեխնիկապես ինձ հետաքրքրեց։ Ոնց է արել, չէ։ Այդ բանը մարդու իրավունքների առումով ես չեմ ման։ Այսինքն նման ուղեղս մտածի ինչ եմ մտածելու 15 րոպե հետո։ Վերապատրաստումներից խոսեցիր, Անուշ ջան, մենք էլ կակրաս բան ենք անում, կակրաս, չէ։ Ուրեմն մենք էլ ուզում ենք Գյումրիում վերապատրաստենք իրար հետ։ Դրա համար մայիսի 30-ին ունենք ներածական դաս Գյումրիում, որ դու պետքա վարես, մի քիչ դրա մասին կուզեմ պատմես, իրար հետ ենք մշակել, բայց քո բերանից լսեն ինչ կսովորեն ու այդ դասընթացին մասնակցելը ինչ վերապատրաստում կտա ու ում խորհուրդ կտաս։ Ընկերներ, երբ որ որևէ դասընթացավարի որոշում ենք վստահել թե չէ, եկեք համար առաջին ենք, ինչ որ ինքը մեզ սովորացնում, ինքը դրանով կարողանում է աշխատի թե չէ։ Մասնավորապես մենք հիմա փոքր միջին բիզնեսին եւ հոռեկա ոլորտին ենք թիրախավորել այս դասընթացի համար, առանց ավելորդ համեստության, ոչ էլ մեծամտությամբ, Դիլիջանի մեր կողմից, իմ ամուսուս կողմից կառավարվող հանգստյան տները ամբողջ սեզոն, ոչ սեզոն աշխատանքային օրերով լինում են overbook։ Իսկ ես կարողացել եմ տիրապետելով, ուսումնասիրելով, խորանալով, հոռեկա ոլորտի համար աշխատող վաճառքի այնպիսի մեխանիզմներ ու գործիքակազմներ գտնեմ, որ ես տարին 12 ամիս, օրը 24 ժամ կարողանամ ապահովեմ ոչ թե 1, ոչ թե 2, այլ 5 ռեզորտի մշտական սահուն աշխատանք։ Ես կարողանում եմ դա անել, մեր ստեղծած բիզնեսով մենք կարողանում ենք հասնել այդ արդյունքներին, ես միայն ուրախ եմ կիսվել իմ փորձով, որովհետև հոռեկա ոլորտի, այդ թվում հայաստանյան շուկան, երբ ասում փոքր են, 1000 հատ հյուրանոց է ստեղծվել Դիլիջանում, Ծաղկաձորում, Գյումրիում մենք ոնց անենք, իսկ ինչու եք դուք ուզում 1000-2000 հյուրանոցով միայն Հայաստանի ներգնա туриզմի վրա աշխատել կամ միայն Հայաստան լոկալ բնակչության վրա աշխատել, դրսից բերեք ներգնա туриզմով զբաղվեք, բերեք վճար ունակ, շատ լավ հաճախորդի, որ ոչ թե գնա Վրաստան, ոչ թե գնա Պարսկաստան տուրիստը, ոչ թե գնա Ռուսաստան, ոչ թե գնա Թուրքիա ու հայտնի լինի, որ Անտալիան, չգիտեմ, շատ լավն է այս այնը, բերեք թող Հայաստանը հայտնի դառնա, որ լավն է։ Ես մտածում եմ, որ մարդիկ կնեն, որոնք կվախենան այդ մտքից, Անուշ ջան, բայց ես ուզում եմ ասեմ, որ այս տեխնոլոգիական աշխարհում այդքան էլ թանկ չի, այսինքն այդ բերելը դու շատ մեծ ռեսուրսներ չեք ծախսելու, էլի որ դու պատկերացնում ես տուրիստը չեք կներես նախարարությունը չեք, որ զբաղվում է туриզմով, որ լիքը փողեր ծախսի, դուք էլ ձեր մասով կոպեկներով ձեր մոտ։ Կոպեկներով։ Հիմա նայ, օրինակ եմ բերում։ Այս product-ը ես համ booking.com-ին եմ ծախել, համ ծախել եմ սովորական travel agency։ Էլի պիտի խոսեմ այդ LLM-ով ChatGPT-ով, եթե դու որոշես, որն է Գյումրիի ամենալավ հյուրանոցը, դու պրավալ կտաս։ Եթե դու այն մարդը, տուրիստը, կարևորը որ ասում Family Resorts in Caucus, եթե դու սկսես այդից, որ դու թիրախավորում ես նրանց, ովքեր ընտանեկան հանգիստ են Մանգալի Կովկասում, ովքեր ընտանեկան հանգիստի վստահելի ապրես։ Եթե դու սկսես ընտանեկան հանգստի մանեկողներին, ընտանիքը եկավ տուրը գնաց, ապահովության համար տրանսֆերը այրոպորտից թանկ գնաց, սրոնդը գնաց, այնքան բան կարաս, իսկ ու ես ինչից է իմացա, երբ որ մենք սկսեցինք այս գեոպրոդուկտը տալ բուքինգին, ասի որ բուքինգ եկա մեր հետ քոլի, ասի ժողովուրդ ջան, դուք ինչ խնդիր ունեք։ Դուք Gemini-ի սաղ տեղերով առաջի տեղն եք, ու երբ որ նախադասություններ կար, խորացան, որտեղ է, որ Expedia-ն, Airbnb-ն հանկարծ առաջ է իրանցից անցնում։ Հիմնականում packaging-ների ու ընտանեկան ռեզորտների մեջ։ Ես իմ ամբողջ կոնտենտը, ես իմ ամբողջ positioning-ը, ընկերոջս, իմ ընտանիքում ընկերոջս ընտանիքը, իրանք էին զբաղվում ճիշտ ասած այդ booking-ի հարցերով, բայց Airbnb ասենց սկզբից սկսան նայել։
որտեվ երևի ավելի ընտանեկան բաներ է։ Հենց ընտանեկան բառերն էի տալիս, մենք դե իմաց սկսեցինք աշխատել, որ փոխվի դա booking-ի մոտ։ Երբ որ տալիս էիր ընտանեկան փաթեթներ, երբ որ տալիս էիր 3 օր ինչ անել Դուբայում, 3 օր ինչ անել, եթե դու solo traveler ես, եթե դու կամ family ես ինչ անես, բերում էր ավելի շատ Airbnb-ի ու Expedia-ի փաթեթային առաջարկները սարքած։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ booking-ը տակ ունի, որ առաջարկում է այսել վերցո, բայց բերում էր իրանցները։ Այսինքն ուզում ես ասես, եթե հյուրանոց ես կամ հյուրատուն, մի առաջարկի սենյակ։ Առաջարկի փոխի կոնտենտիտ մեջ, բայց ես այս պահի դրությամբ այլ բաներ, որ համ cross-sell անես, համ ավելի հետաքրքիր։ հետաքրքիր։ Բացի հիմա աշխատում է, ես վստահ ասում եմ, հիմա աշխատում է այդ ընտանեկան փաթեթներով կոնտենտները։ Անցած տարի, երբ որ Դուբայից Հայաստան առանց վիզա դարձավ, ընդհանրապես կոնտենտից մեջ փոխել է, որ մենք հալալ ֆուդ ենք տալի։ Մենք ամբողջ օգոստոսը աշխատել ենք վճարունակ Դուբայի մասայի վրա։ Եվ հատկապես կրոնական այդ ադատներին ու մենք իսկապես պահեցինք, մենք գտանք սուպերմարկետ, որը ստանում է հալալ ֆուդ, որը շատ թանկ է եւ այլն ադատներով պահվում է։ Ես ուսումնասիրեցի հալալ ֆուդի ադատները, որ ես կարողam հյուրին պատմեմ, ասեմ ինչի համար է, որ ինքն է հասկանա, որ իրան չեն խափում, ուղղակի հավի միշտ չեն բերել, տվելով ասում հալալ ֆուդ է։ Ես ուսումնասիրեցի, կոնտենտից մեջ մտցրեցի դա կետ, որպեսզի Հայաստանի իմ հայկական լսարանի հետ չխառնվի, միայն գովազդային կաբինետից սկսեցի անգլերենով միացնել հալալ ֆուդը, որ Հայաստանում տալիս եմ գովազդ։ Եվ նմանատիպ բաներին, նման եւ նմանատիպ ստրատեգիաների մեխանիզմների տիրապետելու համար եկեք իրականում Գյումրիում մենք շատ դասընթացներ ենք արել առաջին անգամ ու հիմա ինչից ստեղծվեց այս միտքը վաճառքների դասընթաց անել, հիշում ես խոսում էինք IT ոլորտի եւ ոչ IT ոլորտի, հա, մեր բառապաշարը, բառախաղը էտեր, որոշեցինք սկսենք ոչ IT ոլորտից, ունենալու ենք նաեւ IT ոլորտի համար, բայց ոչ IT ոլորտի, որովհետեւ IT ոլորտի քիչ թե շատ ընկերությունները ինչ որ ձևով կարողանում են իրանց դու էլ ունես Գյումրիում ընկերությունում հետ համագործակցում ես, որ գնել են քեզնից դասընթացները, հա, վերապատրաստում են այդ դասընթացների միջոցով, բայց ոչ IT ոլորտներում Գյումրիում ես էլ ունեմ հյուրատուն, սենց սիրողական մակարդակի ու այդ խնդիրները ես շատ տեսնում եմ, այնպես որ բոլոր հյուրատներին, հյուրանոցներին, փոքր, միջին, մեծ ես խորհուրդ կտամ մասնակցեն, որպեսզի այս տեխնոլոգիական մեխանիզմները յուրացնեն, գործիքակազմերով միասին կտեսնենք ինչ է պետք սարքել ձեր կոնտենտում ու ցույց կտեսնենք ինչն է աշխատում մեր մոտ, ուրիշ տեղ, որը կարող ենք վերցնել, կհասկանանք այն գործիքակազմերը, որ ես սովորացնում եմ, կարելի է շատ մաչելի գներով ունենալու կիրառել եւ ամենակարևորը, որ ոնց չեմ ուզում վախենալու այդ բառը ասեմ, ոնց աշխատանքը ավտոմատացնեմ, ինչ ավելի խելացի մեխանիզմներ կարող եմ դնել, որ վաճառքներս ինչ որ հստակ գծի վրա ընկնելով գնան։ Պատը խելացի մասը պատմեմ էլի։ Այսա ժողովուրդը կասեն մենք էլ իր հանգստյան տուն չենք զանգելու, չենք գնալու։ Ուրեմն այն մեխանիզմը քաղաքարտը մի բաց։ Չպատմեմ սա։ Լավ, ուզում էի պատմել։ Չէ, որ ասում եմ ժողովուրդը բան չի։ Չեն գնալու։ Չէ, լավ ասա։ Так, ուրեմն գործիքակազմներով, երբ որ զանգահարում են մի հանգստյան տուն, ունենք ցանց։ Ես որ քեզ զանգում եմ ինչ-որ հարցով, առաջինը ասում եմ Անուշ, հələ ոչի բան չծախես, բան եմ ասում։ Լավ, էլի գեղա։ Երբ որ զանգահարում են մի ռեզորտ, դա արդեն ես գիտեմ Դիլիջան եկող հյուրի ցանկությունները եւ այլն, բոլոր հնարավոր բաները գիտեմ Դիլիջանում ու գիտեմ բոլոր գնային սեգմենտները։ Ուրեմն ու դա բոլորը կարող են կիրառել։ Երբ որ մի հատ զանգ, մի հատ զապրոս մտնում է ծրագիր, դու դրանց հետո ոնց ես մեյլի follow-up անում, դու նույն ձև կարող ես հեռախոսահամարի վրա տարբեր քո մյուս ռեզորտների գովազդները ցույց տաս։ Մեյլին կարաս տարբեր WhatsApp-ին կարաս ուղարկել, այսինքն կարելի է ավտոմատացնել մեկ անգամ ձեզ դիմաց հաճախորդը, հատկապես ցանց ունեցողները։ Եթե ձեր որևէ մասնաճյուղ չի վերցրել, այդ պահին չի արագնում, դու կարող ավտոմատացման process-ով իրան ցույց տալ գովազդների sequence-ի, գովազդների շարք, որ ինքը կամ վերադառնա այդտեղ կամ գնա ձեր մյուս ցանցը։ Իսկ եթե դուք ունեք վաճառքի մասնագետ, վերապատրաստված, մի անգամ եթե մարդը ձեզնով հետաքրքրվեց, շատ մեծ հավանականությամբ այդ վաճառքը sense tennis տեղի կունենա։ Հա, որովհետև ավտոմատացման համակարգով ինքը կտեսնի ինչ որ մարդկային աշխատավարձի
մեծ Երկրորդ անգամ կտեսնի քո մյուս գովազդը, ոչ թե նույն գովազդը 3 անգամ, այլ կտեսնի քո տարբեր գովազդներ, մեկը կարա ցույց տա քո լողավազան ունենալը, մյուսը շոքեբաղնիկ, մի երրորդը ընտանեկան խարույկի զոնայի հավես, մյուսը մի չորրորդը լավ խոհանոց։ Նայած այդ պահին որ տրիգերը իր ուղեղի վրա կազդի, որ նա իր համար առաջնահերթություն հանգստի զոնա ընտրելուց։ Մի հատ sense հարց տամ էլի, ես AI-ից էլ կխոսանք, ամենասիրածս թեմաներից մեկից ցանկացած product, որը որ օգտակար product, այսինքն կոպիտ ասած զիբիլ չի, Համաձայն եմ, լավ վերապատրաստվելու, լավ պատրաստվելու, լավ գիտելիքներ ձեռք բերելու արդյունքում, որը կախված է քո ցանկությունից։ Հետ են գալի այդ կետին։ Ցանկության դեպքում հնարավոր է չվաճառել։ Որ ունես մեծ ցանկություն, բայց չես կարող։ Չէ, լավ չես աշխատել քեզ վրա։ Այսինքն դուք ունեք հյուրանոց, հյուրատուն, IT product, որոնք որ նորմալ ծառայություններ են մատուցում, թեկուզ եւ մնացածի պես, այսինքն քո կոմպետիտորների պես մի սեգմենտում հյուրանոց է Սովորաբար փոքր ինչ-որ բաներ գտնում եմ հատկապես տարբերակելու, մինչև սկսում են դա կրկնօրինակել, մյուսը պետք է տարբերակել, բայց կարող ես գտնել թե ինչով տարբերվես եւ կարող ես կիրառել մեխանիզմներ, որ ունենաս լավ վաճառքներ։ Փոքր էլ մի հատ բան հուշեմ արի այդտեղ, սիրում եմ էլ տենց բաներ։ Հատկապես երբ որ զանգում են մամաներ, որ գալու են ընտանիքով։ Ես վստահ եմ, ինչ ես խոստանում եմ, ես դա հստակ պահում եմ, բայց ես մամաներին հստակ ներկայացնում եմ ինչ են մեր սպիտակ կեղենները իդեալական մաքուր, ջակուզիները ինչ նյութերով են ախտահանում ու լողավազանը։ Դրա համար ասում եմ մեր մոտ ոչ թե 25000 դրամ արժի այդ կոթեջը, այլ արժի 33700 դրամ։ Ինձ ոչ մեկ չի առարկում։ Մաման, ով որ գալիս է երեխայի հետ ջրային ոտի, ապրես։ Իսկ մյուսին զանգում է, բարև ձեզ, ինչ արժի, ասում է 30000 դրամ, 25000 դրամ, ուզում է կամ չի ուզում։ Վերջ։ Չէ, այդ մասով պետքա գտնես, ոնց որ վերադառնում ենք այն սկզբի խոսակցությանը։ Պետք է պատասխանես, պատասխան տաս ասացիդ համար, իհարկե, դու պետք է այդ արժեքը տաս հաճախորդին։ Ինչի վրա շեշտը դնես, քո որ առավելությամբ իմանաս ով է։ Ինչի վրա այդ շեշտը դնես, ինչի վրա դնես։ Այսինքն ես ինքս 1000 հատ հանգստյան տուն զանգել եմ, տեսել եմ ինձ ոնց են պատասխանել։ Ու հասկացել եմ ինչի են իրանք 25000 դրամով կամ սա միավոր են բերում, 1 միավորով կամ 3 միավորով վաճառքանում, ասեմ ես 10 միավորով վաճառքանում։ Եթե սենց են հետաքրքիր բան, որ ես վերջերս շատ եմ լսում իմ գործընկերներից, իմ ավագ ընկերներից, ավագ բիզնեսմեններից, ու ես էլ փորձում եմ փոխանցեմ արդեն նու շատ մեծ չենք, բայց երիտասարդներով մատղաշտերը մանավանդ հիմա արդեն իսկ թեկուզ եւ լոկալ շուկայում, որտեվ Հայաստանում հիմա 10 տարի առաջ Հայաստանն էլ է շատ տարբերվում, խորհուրդս, չգիտեմ, ճիշտ է թե չէ, Անուշ ջան, դու ասա, էժան մի վաճառեք։ Միանշանակ։ Վաճառեք թանկ, բարձրացեք ծառայությունների որակը, վաճառեք թանկ, վաճառեք քիչ, բայց մարժան ունեցեք շատ, որ դուք էլ ձեր աշխատածից մի բան հասկանաք։ Գիտակից հաճախորդը դրան էլ գնում է։ Գիտակից հաճախորդը դրան էլ գնում է, որովհետև եթե դու գնում ես փոքր չեկերով շատ վաճառք անելուն դու սպառվում ես ինչ որ մի օր ֆիզիկական ռեսուրսը, հոգեբանական, մարդկային սպառումը դրանից սկսում է որակը տուժել։ Դրա համար չէ ընկերությունը շատ ու սկզբում լավ արտադրանք հատալի, հետո տեսար նույն գնում մեջ սկսել, որտեվ սպառվում է։ Նույնը հաճախորդի վարկագիծն էլ է փոխվում։ Ուրեմն էժանը անverջ գին գցող հաճախորդը որ ինքը գալու է այդ գցած գնից էլ մի հոտ է դժգոհ լինի, որտեվ ինքը այդ գնի մեջ ավել է ուզում։ Զանգում ասում է ես ուզում եմ առանց խոհանոց փոքր մի հատ պուճուր սենյակ գալիս հետո վատ կոմենտ է գրում այնց նեղված քեզ շարժվել չէր լինում այդ սենյակում։ Եթե դու ուզում ես փոքր չեկերի, վեր չեմ ասում սկզբի շրջանում ա դեռ հաճախորդ ես հավաքում, բայց եթե դու որոշակիորեն կայացած ընկերություն ես, դու պետք է թանկ ես կներես, նկատի չունեմ, պրոստը դրիր ու բարձր Չէ, adekvat ուղղությամբ մտածել, թե ոնց թանկ վաճառ։ Adekvat, ընդունելի, ես ոչ թե կասեմ թանկ, այլ կասեմ ընդունելի գնառաչարք, դուր քո որակին համապատասխան։ Թանկ նկատի ունեմ այդ պահից թանկ, էլի, ես չեմ շուկայի տված գնից թանկ է, միգուցե, որտեվ 10 հատ ընկերություն ենթադրենք վաճառում է դա 1 միավորով, դու ասում ես 1 ու 3 միավոր կամ 1.5 միավոր։ Այսինքն միտքս այն է, որ եթե դու վաճառում ես ինչ-որ մի բան, կարաս գտնես ուժեղ կողմերը, կարաս անպայման, բայց ոչ երբեք զեղչանես ու գինի չացնես։ Տարբերվել ու ոչ թե գնաս նա երկու ուղղություն կա գնալու, չէ, ինչքանով որ ես եմ հասկանում, կամ վաճառել շատ, կամ վաճառել թանկ։ Այսինքն կամ չեկն ես բարձրացնում, որ շահույթը քո անընդհատ պետք է աճի։ Տարին տարվա վրա բիզնեսի շահութաբերությունը պետք է աճի, այսինքն կարա լինի
շահութաբերության աճ ոչ թե վաճառքների քանակի աճով, այլ որակի համապատասխան գնի աճով, դա ասածս։ Ես կողմ եմ, դե, բարձր չեկերի սիրահար։ Ես իհարկե կողմ եմ իմ ռեսուրսներ, միգուցե նաև իմ մասնագիտական արդեն անցած ճանապարհից է, եթե ես գնում եմ որևէ բանակցության, որևէ product-ի վաճառքի, ես ընտրում եմ իհարկե բարձր չեկերով product-ները այս Եթե ոնց անեն դա գնորդել եմ ես որպես այդպեսին անկեղծ։ Հիմա նայ մեր լսողը կարող ասի, դե հա 15 տարվա փորձ ունես, դենը տակ տեղից է դուրս գալի, բայց կան դասընթացներ, որտեղ տնօրենը կամ իր վաճառքի մասնագետը կամ ապագա վաճառքի մասնագետը կարա գնա մասնակցի այդ դասընթացներին, սովորի ձևերը։ Ես էլ եմ սովորել։ Ես էլ եմ Ուզում ասեմ սովորել։ չմտածեք էլի, որ sense մի հատ բանից ենք խոսում, բարձր ամբիոնից, կոպիտ ասած ձևերը գիտենք, մեզ էլ չենք Ես էլ եմ սովորել։ Բացի նրանց, որ ես եղել եմ վաճառքի մասնագետիկ դեռ, հետո մասնագետ եմ դարձել, հետո ավակ եւ այլն, ես սովորել եմ։ Ես ավելի փորձառուներից եմ սովորել։ Էլի, չէ, երևի։ Առաջի մեքենաց 3 տարի հավաքեցի գումարը կասայի վրա, հետո վաճառեցի $3000 Honda Fit-ս ու գնացի դասընթացի վաճառքի։ Դե դա ներդրում ես արել, որովհետև այո։ $3000-ով գնացի դասընթացի, 3 տարի հավաքեցի, 3 ամիս քշեցի մեքենան, գնացի Այդ դասընթացի։ երբեր հիմա ասենք օրինակի համար 14-15 տարի առաջ։ Ճիշտ sense ձևակերպումը տանք, հիմա Honda Fit-ը էլ խնդիր չի, չէ։ Դա հիմա Honda Fit ունենալը էլ խնդիր չի, այսինքն ներդրում ես արել, ոնց որ միշտ ես եմ ասում, դասընթացների հետ կապված ներդրում ես անում, որպեսզի հետագայում ընդամենը մի ամսում կամ շատ կարճ ժամանակում այդ քո ներդրած գումարը նոր գիտելիքի հիման վրա Ես քեզ հանելու ես։ այսպես ասեմ, այսօր հայրիկս մոտ լավ խոսք ուներ ու ճիշտ ասում, այսօր փող աշխատել խնդիր չի։ Ինքը ինձ ասում է, դու իմ աղջիկն ես, դու շատ փող ես աշխատել, սովորել շատ փող աշխատելու մեջ հասցնել կյանքդ ապրել։ Այսօր ինչքան էլ ինձ ասեն դժվար է, ինչքան էլ ասեն հեսա AI-ը ես կփաստեմ հակառակը։ Այսօր լիքը հնարավորություններ կա շատ փող աշխատելու, պետք է դրա համար ունենալ կամքի ուժ, դիսցիպլինա եւ աշխատասիրություն։ Չեն հասնում հաջողություններ այն մարդիկ, ով չունեն։ Իհարկե հեշտ չի դիսցիպլինա ունենալ, կանոնակարգ ունենալ, լիքը հաճույքներից քեզ զրկել ավելի բան սովորել, Ալարում ես պատասխանես, բայց պատասխանել, չթողնել հետոյի։ ամեն ինչ դիսցիպլինան ու հստակ աշխատասիրությունը դժվար է ունենալ։ Մնացածը դժվար չէ։ Ու մի քիչ երևի վախացնեմ, ինչքան շարունակենք ցույց լինել ու քիչ դիսցիպլինա, այնքան AI-ը մեր ամեն ինչը կփոխարինի։ Լավ կետի բերեցիր, առանձին մի հատ հատված Անուշ ջան, այսքան ասենց կարմիր թելով ամբողջ խոսակցության ընթացքում գնաց AI։ Մի հատ առանձին թեմա կասես վաճառքներում AI-ը, գործիքակազմը, այս պահին ինչ է անում, ինչ տոտալ փոփոխություններ է արել։ Համար առաջինը հասանելի է դարձել գրեթե ցանկացած ինֆորմացիա։ Դու ինչ ես սիրում, ում հետ ես ամենաշատը խոսում։ Վերջի 3 շաբաթվա խոսակցություններից մեջ ինչ քիվորդեր ես ավելի շատ օգտագործում։ Google-ում ինչեր ես post տալի։ Քո աշխատանքային մեյլը որն է, Facebook-ում գրանցվածդ մեյլը որն է, Telegram-իդ կոնտակտը որն է։ Համար առաջինը AI-ի միջոցով այսօր զարմանալի չէ, հայտնի է դառնում ինֆորմացիան եւ դատաբազաները։ Ինչքան է մենք խոսենք GDPR, առանձնական տվյալներ, մենք այն որ ինտերնետի կպնում ենք cookie-ները սաղ accept ենք անում առանց նայելու, մենք տալիս ենք թույլատվություն մեր տվյալները կիրառելու։ Մի հատ ստեղ բան ասեմ ու շարունակես էլ իմ կներես, ես միշտ այդ ասել եմ Ժողովուրդ ջան, դա վախենալու չի։ Ես օրինակ չեմ անջատում դրանք երբեք, որովհետև իմ համար ինձ պետք է, երբ որ ես մի բան փնտրում եմ, ինձ բերի դրա գովազդները, որ ընտրությունս մեծանա։ Եթե դուք չեք պատրաստվում մեկին սպանեք կամ ինչ որ տերոր իրականացնեք, պետք չի վախենալ ոչ մի տվյալ։ Պետք չի մարդու հոգի, ոյ իմացան, բայց պետք է իմանալ։ Կներեք, մեկ ասում եմ Անուշ ջան, մի քիչ կոպիտ է հնչում, բայց եղել են դեպքեր, որ ասել եմ, բայց դու ով ես, էլի, ինչի՞ պիտի քեզնով հետաքրքրվեն կամ որ իմացան ինչ, ասենք իմացան, որ դու կահույք ես ման գալիս, ինչ դրանից։ Այնքան կահույքի գովազ ցույց կտամ, մինչև կառնես։ Մինչև կառնես կամ էլ չես հետաքրքրվի 2 օր հետո էլ կամ մի օր հետո էլ ցույց չտա։ Այսինքն այս գործիքները հասանելի են սարքել հեշտությամբ ինֆորմացիան տիրապետել։ Հիմա, եթե ես մարդ եմ,
Սովորական վաճառքի մասնագետ եմ։ Այդ չգիտեմ, գնում եմ հələ լիստայից եմ բազա հավաքում, տեսնեմ ով է հայտարարություն դրել բազա կամ Spure-ից, եւ մեկը գնացել է ներողություն համեստության համար Անուշապիկյան դասին ու գիտի ոնց է եւ աշխարհի բոլոր ընկերությունների աշխատողների մեյլեր, հեռախոսահամարներ, բազաներ, հետաքրքրություններ սաղ իմանա, բնականաբար այս մարդը, որ տիրապետելու է AI գործիքներին, շատ շուտ այս մարդուն շուկայից հանելու է։ Իմացա, լինելու է բանուշ, բոլոր բավոց ոլորտների։ Так, AI-ով երբ որ ինֆորմացիան տիրապետում ես, դրանից հետո պետք է կարողանաս ճիշտ տիրապետած այդ ինֆորմացիան հասցնես քո տիրախային լսարանին։ Մի հատ գործիք AI-ը է։ ինչ է անում։ Մի հատ գործիք էինք ներդրել, որ ոչ թե տրաֆիկ է բերում կայքին, այլև ցույց է տալի կայքդ ով է մտել, անուն, ազգանունով, պաշտոնով, հեռախոսի համարով եւ քո կայքի որ բաժնում քանի վայրկյան է մնացել։ Այսինքն ես տեսնում եմ Գեղամը մտել է մեր կայք, նայել է վաճառքի դասընթացները, նայել է որ հորեկա ոլորտի դասընթաց ունենք մայիսի 35 Գյումրիում, բայց դրանից հետո չի գրանցվել այդ դասընթացին։ Ես դրանից հետո տարբեր սորսերով Facebook-ի գործիքները, այս բանի podcast-ի տակ այդ գործիքները ես կդնեմ, որտեղ որպես product manager ես եմ օգտագործում։ Այդ այն բանն է, էլի, թե որտեղ է հաճախորդի կապը կտրվել, որտեղ ու դրանից հետո կամ մեյլ է իրան գնում, ապրես կամ գովազդա մյուս տեսնում դրա մասին, կամ տեսնում եմ մի հատ ինֆորմատիվ reel AI-ը հորեկա ոլորտում ոնց կիրառես, տեսնում եմ, վայ, ես այն աղջիկն որ համել դասընթաց է անում դրա մասին։ Այսինքն ինչ է ստացվում, հիմա այն մեր մեխանիզմները, որ տաքացնում էինք լսարանին, հետո վաճառում, հիմա կարանք նենց անենք ինքը գնելու ցանկությամբ արդեն գա։ Այդ եմ ասում։ Այսինքն ոչ թե տաքացնում ենք նոր վաճառում, այլ հիմա ավելի շատ իմանում ենք ում տաքացնենք, հա։ Դայ, առաջ բոլորին էինք տաքացնում։ Ապրես, առաջ ոչ թե տաքացնում ենք, բոլորին սենց կարտը գցում ենք, տեսնենք որտեղա ձուկ։ Ֆիշինգ։ Ապրես, կարտը գցում ենք, չգիտենք որտեղա ձուկ։ Հիմա մենք գիտենք, որ գետը օրինակ, որը որ չի վարարում, սենց բանա, այս հատվածում կարմրախայտները շատ են։ Մենք գնում ենք կարմրախայտների հատվածում ցանցը դնում ենք, տեսնենք քանի կարմրախայտ կընկնի մեջ։ Իսկ կարանք մենք չգնանք AI-ը այդ ցանցը դնի։ Ապրես, այդ ցանցը AI-ը դնում է, հավաքում է պոտենցիալ լիդերին, ովքեր հենց հիմա ման են գալի հորեկա ոլորտում արհեստական բանականության գործիքների վերաբերյալ դասընթաց։ Եվ այդ լիդերին բերում է ասում է, գիտես ինչ, Անուշ Պետրոսյանը, Պողոս Պողոսյանը ուզում են դասընթաց հորեկա, քեզ մնում է ասել, գիտեք, մենք մատուցում ենք դա։ Իսկ այսօր AI-ը Իսկ AI-ը ոնց ասը, նայ, ասենք լիդերը հավաքվան, ինչ որ մի տեղում են։ Այդ sense բան էլի ավելի մանրամասն ոնց AI-ով դու իրանց վրա վաճառք ես։ Այդ լիդերը ոնց են հավաքում։ Նրանք ինչ որ միտեղ հարցումներ են, չէ՞ անում։ Այդ բոլոր հարցումների սորսերում AI քեզ պետք է խորհուրդ տա։ Քո կայքը, քո սոցիալական մեդիայի էջը, կնի ChatGPT-ին, Gemini-ը, Google-ը, Reddit-ը, Quora-ն, LinkedIn-ը, դի բոլոր տեղերում ինքը քեզ խորհուրդ տա պատասխանների մեջ։ Այսինքն ուզես չուզես, որպեսզի inbound lead generation-ից պետք է հայտնվես այդտեղ։ Եվ դրանից այն կողմ կան լիքը, չգիտեմ, ակցիաներ, բաներ հետաքրքիր որ անում ես, որը որ ուշադրություն է գրավում ու բերում է դեպի քո ընկերության կողմնաց ինչ ակցիա կանես ժամանակա լինում տենց մի հատ էլի պետք է էքսպո պատմեմ բան էին կարել էքսպոյի ժամանակ որ ասենք ինչ անենք որ շատ ուշադրություն գրավեն ֆլայերներն է չէ ավելի լավ բան են ֆլայերները վառել չէ դա արդեն դրա համար ինձ մբլել են բան ուրեմն ուկրաինացի շատ սիրուն են լավ խոսք եմ ասում ծիտ աղջիկներ ուկրաինացի ծիտ շատ սիրուն 4 մոդել էինք բերել էքսպո բայց չենք բերել սաղի նման որ մեր տաղավարի մոտ կանգներ մեջքները լրիվ բաց շոր էինք հագցրել որ ըստեից մի հատ թելեր կապած մեջքի վրա դրած էր QR տակը գրած սկամի էքսպոյի բոլոր տղաների ու մեծ սկանանելով էթում այո սաղ ինֆոն հավաքում ենք ինք իրակ պրոստը քայլում են էքսպոյի տարածքով կանգնած չէին մեր տաղավարի մոտ Digitech 2019-ներ WCIT-ի հետ մտածեցինք թիմով ինչ անենք, բան էինք բերել։ Դերասան էինք բերել, որը այն ժամանակ շատ ակտուալ էր, որ ծրագրավորողները ինչ ձև են ապրում, չէ, ծրագրավորողի կերպարը սենց ինչ որ հետաքրքիր է սա։ Սմոքի տակ թաքնված կերպար էր, բերել էինք դերասան, որը խալաթով, կոֆեի կատետը խփած, սենց գիժ-գիժ ֆռում էր։ Ու ոնց որ գիտես ոնց է 20 րոպեն մեկ թե կես ժամ մեկ հելնում մի հատ տաղավարով ֆռում գայս էր հետևից մի 50 հոգի գցած բերում էր տարբեր իրան չէր ասվե կոնկրետ ինքը դերասան է պրոստը գժություններ էր անում սենց գիժ-գիժ քայլում էր որոցի սա քիչ չի այդ մեր ուրիշ տաղավարների կոմպենս սենց բաներ էր անում այդ մեր ինչ-որ խորհուրդներ էր տալի բան սենց աղին հավաքած բերում էր պետք է այսինքն պետք է հայտնվես այնտեղ ուշադրությունը գրավես
այնտեղ դեպի քեզ, որտեղ որ քո լսարանն է, on-line հարթակում, թե offline հարթակում։ Այսինքն ստացվում է, որ դասընթացի մասնակցած ենթադրենք 10 հոգու հյուրանոցները ունենալու են ավելի շատ հաճախորդ մոտակա տարվա ընթացքում, քան լավ, մեր դասընթացի մասին չասեմ, հա, վերապատրաստված վաճառքների գծով մասնագետ ունեցող բաները, բիզնեսները բնականաբար տրենդի մեջ են ունենալու են ավելի շատ ցանկացած բիզնես, որը որ ժամանակին մեկ քայլ առաջ կանի, կտիրապետի մեխանիզմներ, բերել նրանց, ովքեր այն գլխից հետաքրքրվում են, շատ կարճ ժամանակում ավելի շուտ դրա արդյունքը կտեսնի։ Կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ ստացած տեղեկատվությանը եւ կիրառել, որտեղ դա պահանջում է դիսցիպլինա, հետևողական աշխատանք, որ ստանաս արդյունքը։ Ուղղակի էշնալով առաջ եթե մի 6 ամիս էիր տանջում, 2 ամիս հետո ակնհայտ երևում է։ Հիմա եկանք էլի այն կետին, որ այդ քո ինֆորմացիան, որ իմանում են, դրա մասին մասով էլի իմ կարծիքով էլի լսել եմ, չեմ հիշում արդեն որտեղ ումից, բայց երևի թե օքեյ է, որ կիսվեմ այդ բանով, ինֆորմացիայի տիրապետողները չեն հարուստ արդեն, ասում են, չէ, ժամանակ ով ունի ինֆորմացիա, այն ամենահարուստն է։ Հիմա հարուստ են նրանք, ովքեր կարողանում են վերլուծել ինֆորմացիան, որտեղ ինֆորմացիա շատերն ունեն, AI-ի միջոցով շատ հեշտ է դարել։ Ինչ ստացվավ, այն ժամանակ ինֆորմացիա ունեցողը հարուստ էր, հիմա էլ է հարուստ, բայց դրանք մոդելներն են, LLM-ներն են, իրանք արդեն այնքան են հարստացել, որ լիք ինֆորմացիա ունեն, դրանով կիսվում են, դու կարաս այդ ինֆորմացիան ունենաս։ Այլ հարց, թե կարողանում ես վերլուծել եւ իօգուտ քեզ օգտագործել այդ ինֆորմացիան։ Ու դրա համար շուկայից մասնագետի հանդեպ պահանջարկներ է մեծանում։ Ինձ ուսանողներս ասում են, առաջ մենք ավելի հեշտ ենք ֆրիլանս գործ գտնում, որովհետեւ առաջ երկու հատ գործիք տիրապետեի, քիչ են գործիք տիրապետողը, հեշտ էր։ Հիմա գործիք տիրապետելու զատ պետք է ուղեղը աշխատացնել ու անverջ քո վրա աշխատել։ Եթե դու ուզում ես բարձր չեկերով վաճառես, եթե դու ուզում ես քո հմտությունները բարձր գնահատվեն, քո պրոդուկտը բարձր գնահատվի, հետեւաբար քո ինքնակրթության ու սեփական ռեսուրսների վրա աշխատելու մոտեցումն է պետք է լինի բարձր մակարդակի վրա։ Okay. Okay, Google. Սովորեցինք։ Մերսի Անուշ ջան, շատ գործնական, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ լիքը խորհուրդներ կարողացանք տալ մեր լսարանին այսօր։ Ամենակարևորը մոտիվացրեցինք, որ մեր մոտ կլինի, ուրիշ տեղ կլինի, AI-ների միջոցով կլինի տիրապետել են տեղեկատվությանը, այն նորություններին, գործիքակազմներին, որ հիմա կան, որտեղ այդ շատ մեծ տրամպլին է անելու շուկայում, շատ մեծ ու շատ լավ։ Տիրապետողները հստակ ունենալու են մեծ չեկեր ու եկամտաբերություններ շատ կարճ ժամանակում։ Ծերնես սա կոդքասթի երկրորդ սեզոնի առաջին էպիզոդներ, որի հյուրն էր Անուշ Ապիկյանը, խոսում էինք վաճառքներից, AI-ից, AI-ի դերը վաճառքներում, IT ոլորտում վաճառքները հորրեկա եւ ծառայությունների մնացած ոլորտներում։